Բայց մեր հողերը հաշվին չլինի։ Մեր Հայաստանի հողերը մի բուրենք դարձան կեսբուր։ Հիմա շատ ձեր ազգանունը ի՞նչ է։ Դուք շատ լավն եք։ Բայց այդ մի բանը մի արեք, հող մի տվեք։ Ազգանունը ի՞նչ է ձեր։ Մանուկյան Թամարա։ Տիկին Մանուկյան, ուրեմն մենք պետքա նաև կոնկրետանանք, թե ինչ նկատի ունենք։ Լսեցի ձեզ։ Մենք պետքա կողմնորոշվենք, թե ինչ նկատի ունենք Հայաստանի հող ասելով։ Մենք կողմնորոշվել ենք եւ ասում ենք, որ Հայաստանի հող ասելով նկատի ունենք Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքը։ Եվ եթե ժամանակ ունենայինք, ես ձեզ նաև հաճույքով Գիտեք, տեսեք, վերջին 500 տարում ուրեմն Հայաստանի այսօրվա Հայաստանի տարածքում Բագրատ ունիներից հետո մենք պետություն ընդհանրապես չենք ունեցել մինչև 1918 թվականը եւ մենք պետք է հասկանանք, որ պատմական ճշմարտության դաշտ մտնելով մենք մի այնպիսի բանի մեջ ենք մտնում Մենք վերջին 1000 տարում այս տարածքում պետություն չենք ունեցել, բայց այս տարածքում պետություններ եղել են։ Եվ մենք պետքա ուրախանանք եւ կենտրոնանանք այսօր մեզ 29 Եթե պատմության եթե լուծեցինք անշակները Ուրեմն Հայաստանի պատմությունը գիտեմ ես, էլի պատմությունը, Հայաստանի պատմության մեջ որ ջերմուկ են մտել, իրանք որ ձեզ մի բան պարտադրում են, այս պետք է տա, դուք չեք ասում, դուք եմ մեր ջերմուկից դուրս եկեք։ Ուրեմն ասեք, մի վախեցեք, մի րոպե, 2024 թվի սեպտեմբերին ստորագրվել եւ 24 թվի հոկտեմբերին վավերացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի Սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգը, որտեղ արձանագրվել է, որ արմատայի սկզբունքը բազային սկզբունքը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման այդ նշանակում է ներողություն։ Դե բայց չեմ լսում։ Հիմա ջրերի մեջ ապրենք, թե երկրի սահմանները ճշտենք, եկեք մի հատ կողմնորոշվենք թեման։ Մի րոպե, հիմա այդ կանոնակարգը նշանակում է, որ ձեր ասած եւ մյուս խնդրահարույց տարածքների հարցերը սահմանազատման հարցերով լուծվելու են։ Որ լսում եմ մի բան գրավել են 6 տարիքից 7 Երբեք լսել։ Այն ժամանակները եթե տաուշում եք որ ասեք Ղարաբաղը մեր չի, ես էլի ֆակտորացում լսում եմ, պատանում եմ։ Ես գիտեք ճշմարտությունները ես էլ եմ այդ ճշմարտությունից ժամանակին վատացել։ Բայց այդ վատանալու արդյունքում պետք է կայացնել լավ որոշումներ։ Ձեր համար ուրախությունից, թե փողոցը որ ձեզ էինք ընտրելու, ման էի գալիս, արևը տվեց գլխից ապրելն էր թե մայիսն էր։ Դե բա հիմա էլ ես կողմ եք տիկին, էլի արևը ձեր գլխին ա տալու։ Ու եկա իպատ խփեց, հետո դուք ասել բարև։